Օրվա գլխավոր իրադարձությունների տեղեկատվությամբ ազդարար լրատվականն է Ցայք հեռուստաընկերության և ռադիոյի ուղիղ եթերում բարև ձեզ։ Նորությունները նախ համառոտ։ Նախորդ տարի հրատապ խնդիրների լուծման նպատակով Շիրակի մարզին կառավարության կողմից հատկացված գումարներից բաժին հասավ նաև Առափիի սողանքային գոտու բնակիչներին։ Բնակարանային խնդրի լուծման նպատակով հատկացվեց 44 միլիոն դրամ։ Գյումրու սեփականություն համարվող արխիվային փաստաթղթերի սեփականության իրավունքը պետական սեփականությանն է փոխանցվելու։ Նախնական պայմանավորվածություն կա Հայաստանի ազգային արխիվի ներկայացուցչի հետ։ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվել է Կարեն Եսայանի սպանության գործի քննությունը։ Դատարանում ցուցմունք են տվել գործով վկաներ հանդիսացողները։ Գարեգին Նժդե ֆիլմի ցուցադրությունները շարունակվում են Հայաստանի Հանրապետության քաղաքներում և գյուղերում, այն նաև հասել է Տավուշի մարզի Չինարի գյուղ, որտեղ ֆիլմը դիտել են անվճար հիմունքով։ Մարտի 18-ին հերթական քարաթափումն է տեղի ունեցել Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին։ Newsgate.am-ի տեղեկություններով ժամը 12-ին արտակարգ իրավիճակների նախարարության Լոռիի մարզային փրկարարական վարչություն քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 30-րդ կիլոմետր հատվածում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով երթևեկությունը դարձել է միակողմանի։ Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը։ Փրկարարների և ճանշինի աշխատակիցների կողմից քարերը տեղափոխվել են անվտանգ տարածք, ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի։ Նշենք, որ նշված ճանապարհը լուրջ վտանգ է ներկայացնում վարորդների համար, հատկապես տարվա այս սեզոնին, երբ անձրևաջրերը թուլացնում են ժայռաբեկորները և հսկա քարեր ընկնում են ճանապարհի վրա։ Նախորդ տարի հրատապ խնդիրների լուծման նպատակով Շիրակի մարզին կառավարության կողմից հատկացված գումարներից բաժին հասավ նաև առափեցիներին։ Համապատասխան հանձնաժողովների կատարած ուսումնասիրությունների արդյունքում Առափիի սողանքային խիստ վտանգավոր գոտում էր հայտնվել 11 բնակելի կառույց։ Այդ ընտանիքներին ընդհանուր առմամբ հատկացվեց 44 միլիոն դրամ։ Այսօր կրկին Առափիի շատ տներ կանգնած են սողանքի վտանգի առաջ։ Կառավարության հատկացրած գումարներից բաժին էր հասել նաև Զորապյանների ընտանիքին։ Երկու եղբորը պատկանող տան դիմաց փոխհատուցման տեսքով տրամադրվել էր 2 միլիոն դրամի հասնող գումար, բայց գումարի տրամադրման դեպքում էլ բնակիչների կարգավիճակը չի փոխվել։ Սողանքի վտանգն էլ դրանից չի նվազել։ Շատ դժվարությամբ վախենալով քնիկ ելինք լսարի բարձրությունը, այդ բարձր սարնոր կա մեր տանը, կառնի ու կեշտա, տան մինչև արպա չայ։ Պետությունը սողանքային վտանգավոր գոտում հայտնված 11 ընտանիքների նկատմամբ իր պարտավորությունը կատարած է համարում։ Գումարը տնօրինվել է բնակչի ցանկությամբ։ Զորապյաններն էլ այդ գումարով նոր տուն ձեռք բերել չեն կարողացել, նպատակահարմար են գտել վերանորոգել իրենց սեփականը։ 300 քառակուսի մետր բնակարանից ինձ տվել են 2 միլիոն։ 2 միլիոնով ես ինչ առնում աղջիկյան 12 անձի համար։ Էդի ճիշտ է օրենքը։ Օգուտ չի բերի, էլի գույնը այդ աբրատ կյանքեշով դաբրինք այդ 2-3 տարին, գույնը մարտավար աբրինք, մակուր եղն աղջիկյան։ Մենք մի էստան դուրը բացենք, նամ շահոդիշ չես կրնա առաջ էստաց։ Դուրը բացել ներս մտնելուց հետո իսկապես դժվար է միանգամից վարժվել խոնավության գաղջոթին։ Տունը նույնիսկ վերանորոգումից հետո չի ապահովագրվել անմիջական հարևանությամբ գտնվող սարից եկող վտանգից։ Սողանքային իրավիճակը մի կողմից, խոնավությունը մյուս կողմից։ Բացի դրանից վտանգված է նաև բնակիչների առողջությունը։ Այս բադը լրիվ եկավ թափավ այդ տեքնոլոգի ստամպլուսման ժամանակ։ Սաղ բլավ ավիրվավ, ստիվատ է 2 միլիոն դրամից առել ենք այս շիկատուրկեկը, բաղնիկեն շիկատուրկեկը, որ տան նման ծրել ենք, նստել ենք։ 2 միլիոնով մեծ ով ինչ կուտա, դոմիկ մեջ չեն տա։ Ահա մեր վիճակը, եղածն էլ սպես, կարող է հիմի հեկուց սարը վապշե կա, այս մեր ծախսն է, թողենք էշտամ։ Նույն պատկերն է Առափիի սողանքային գոտում գտնվող գրեթե բոլոր տներում։ Ճակճկված պատեր, կիսախարխուլ տանիք, խունացած հատակ ու առաստաղ։ Սմե շատ խոնավ է։ Բա խոնավ է բինք է։ Շորակը պարեք նամ խոնավ է իլմեք դուց։ Դուց կհանենք։ Ծաղկեղը բրակի տագ է։ Որոշ ընտանիքներ էլ այլ տարբերակ չունենալով ստիպված լքել են սեփական տունը։ Խոնավությունից ու սողանքային վիճակից շարքից դուրս էր եկել Ալեյանների հայրական տունը։ Թեև նրանց պատկանող տունն էլ գտնվում է վտանգավոր գոտում, սակայն փոխհատուցում ստացած 11 ընտանիքի մեջ նրանք չեն ընդգրկվել։ Սողանքի պատճառով տեսնում եք հնարավոր չէ տեմպել կոզած վիճակ։ Հնարավոր չէ, ինչ ասեմ։ Տեղափոխվել ենք բաբի տուն։ Այս տան երբեմնի բնակության մասին թերևս վկայում են պատից կախված այս նկարները։ Առափի գյուղի Ալեյաններին պատկանող տունն է։ Սողանքների վտանգը սակայն ստիպել է ընտանիքի անդամներին լքել հայրական օջախն ու հեռանալ։
Արդյոք ետ կդառնան ալեյանները, թե ոչ դեռ հայտնի չէ, բայց որ յուրաքանչյուր առափեցու համար դժվար է հենց այնպես թողնել պապենական տունն ու հեռանալ, դա միանշանակ է։ Ինչ կլինի առափեցիների հետագա ճակատագիրը, դա եւս անհայտ է։ Իսկ այն, որ սողանքներն ակտիվանում են տարվա հենց այս ժամանակահատվածում, անկանխատեսելի հետևանքներով, նախադեպն արդեն եղել է։ Ալա Բաղդասարյան, Լևոն Խաչատրյան, Ազդարար։ Ջրատաքացուցչի թերայրման հետևանքով հերթական թունավորման դեպքն է գրանցվել Գյումրիում մարտի 17-ին ժամը 21:40-ին Բորյան փողոցի 4-րդ շենքի թիվ 21 բնակարանից Գյումրու բժշկական կենտրոն բուժօգնության են տեղափոխվել նույն տան 4 բնակիչներ։ Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը ժամը 21-ի սահմաններում տանը ջրատաքացուցչի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից։ Տուժածներին բուժհաստատությունում ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն եւ դուրս են գրվել հիվանդանոցից։ Ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր։ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվել է Կարեն Եսայանի սպանության գործի քննությունը։ Դատարանում ցուցմունք են տվել գործով վկաներ հանդիսացողները։ Նրանցից մեկի Արմեն Խաչատրյանի ցուցմունքները լսելուց հետո մեղադրող կողմը նշել է, որ վկայի դատարանին տված եւ նախաքննական ցուցմունքներում կան հակասություններ։ Անհրաժեշտություն է առաջացել հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը։ Վկա Արմեն Խաչատրյանը դատարանին տված ցուցմունքում նշեց, որ ինքը անձամբ ճանաչում է ամբաստանյալ Հարություն Սարգսյանին։ Ավելին, նրանց ընկերությունը մոտ 10 տարվա վաղեմություն ունի։ Մերսեդես Մակնիշի մեքենան վկան գնել է Ոմն Հայաստան Պապոյանից, ով ինչպես պարզվել է հետագայում Հարություն Սարգսյանի ընկերոջ քույրն է եղել։ Մեքենան մաքսազրձել ենք, յետենք եկե Երևանական։ Հետո առավոտյան գնացել եմ Վրաստան։ Այնուհետ վկան նշեց, որ ինքը Հարություն Սարգսյանին վերջին անգամ տեսել է դեպքից մի քանի օր առաջ, իսկ արդեն տեղի ունեցածից ժամեր անց իրեն բերման են ենթարկել Բագրատաշենից։ Գնացել է Վրաստան ավտոմեքենա բերելու, ասում է վկան ու հավելում, որ Հարություն Սարգսյանի հետ ունեցած հեռախոսազանգերի հիմնավորմամբ են իրեն բերման ենթարկել։ Ինչով այսօր սա Հայաստանում, սա Շիրակի մարզում գիտեն թե Իս Բավրայից են բերման ենթարկել, չէ, Բագրատաշենից են։ Եղնի Բագրատաշենից, բայց ի՞նչն էին կասկածում ասեցից։ Ես մտել եմ առավոտ 8-ին, ետ գալուց, նոր վրաս կարդ է եղել, բերման են հետ կարդ եղել։ Ինչ է համար Հեռախոսազրույցի, ինչու ես Հարությունի հետ խոսացել։ Մեղադրող կողմի եւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի այն հարցերին, թե արդյոք նախաքննական ցուցմունքը վկան հոժար կամքով եւ առանց կողմնակի միջամտության է գրել, Արմեն Խաչատրյանը պատասխանեց. այո, 2 օր ինձ պահել են ոստիկանությունում։ Այդ ընթացքում խուսարկել են իմ տունը եւ ստուգվել այդ օրերին իմ կատարած քայլերը, ասում է վկան եւ նշում։ Դրանից հետո նոր միայն արդեն քննչական բաժնում գրել եմ նախաքննական ցուցմունքը։ Վկային հարցեր ուղղեցին ինչպես մեղադրող, այնպես էլ պաշտպանական կողմի ներկայացուցիչները։ Սարգսյանը Մաքսայինի աշխատակից է, ինչի համար է գիտեն։ Մաքսայինի աշխատակիցը գիտեի, որ ինքը քանի անգամ եղել այնտեղ, այդ քայլերին ծանոթ է։ Դրա համար։ Քանի անգամ ուր է եղել, ինչ քայլեր։ Էդի գոյս չգիտեմ, քանի անգամ չեմ հաշվել։ Իր այստեղած քայլերը չեմ հաշվել, ինքը ուր է գնացել, կամ իդեմ քայլերը։ Ուր է եղել, ինչի համար, ինչին ածանոթ, որ դուք իրան հարցերով դիմել եք։ Ասեցի նոր։ Ամբաստանյալի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանն էլ դատարանին միջնորդեց նիստի ընթացքում պահպանել դատական կարգը, նշելով, որ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը գործի հետ էական առնչություն չունեցող հարցեր է ուղղում վկաներին։ Որերը կապում նա անցնում է բոլոր սահմանները։ Լավ է մարում։ Թող ձեր երեխեքներն թող չհասնեիք սահմանները։ Թող այդպես երեխա գործնեիք ու չհասնեիք սահմանները։ Իրական փիշտ ունեցող մայր։ Իրական փիշտ թող այդպես Հարցերը իմաստալից են, թե անիմաստ, կարծում եմ, որ մեր հարգելի պաշտպանի կամ հասուչի հասկանա, թե հարցերն ինչի համար են տալի, կամ թող այդ դեպքում այդ դատողությունները չան։ Վկային իրեն հուզող հարցեր տվեց նաև ամբաստանյալ Հարություն Սարգսյանը, մեղադրող կողմը սակայն առարկեց հնչած հարցերը։ Հարցնում են ինչ որ մեքենաներից չէ, որ մեքենան է, իմ մեքենաներից որևիցե մեկը շահագործել է։ Մեղադրող կողմը հակասություններ տեսնելով վկայի նախաքննական եւ դատարանին տված ցուցմունքներում միջնորդեց դատարանին հրապարակել Արմեն Խաչատրյանի նախաքննության ընթացքում իր իսկ ձեռքով գրված ցուցմունքը։ Նշված ավտոմեքենան Հարություն Սարգսյանը Գերմանիայից անձամբ վարելով է բերել։ Հայաստան Պապոյանը լիազորագիր էր տվել Հարութին եւ նա դրանով Գյումրու Մռույում հաշվառման է կանգնեցրել։ Այդ ժամանակ նրա հետ եմ եղել։ Հաշվառման կանգնեցնելիս ավտոմեքենայի վրա նշված LAR 9000 տրանզիտ համարանիշներն էին։ Հաշվառ
հաշվառման կանգնելուց հետո այդ համարանիշները մնացին մեզ մոտ։ Արմեն Խաչատրյանը արկահակասությունները բացատրեց նրանով, որ ինքն այն ժամանակ չի ցանկացել հարցերին երկարաշունչ պատասխաններ տալ։ Այո, ես մի քանի անգամ ձեզ հարցեր տվեցի, Իշկան փողից քծեցի, ուրեմն ավտոյի վրա իշկար, ձայնը համացածեք, իմ հարցերին հստակ Դրա համար եք թողել է տալիս Հարություն Սարգսյանին։ Արմեն Խաչատրյանի ցուցմունքը լսելուց հետո դատարանը լսեց գործով եւս 3 վկայի ցուցմունք։ Ալա Բաղդասարյան, Խաչատուր Գևորգյան, Ազդարար։ Օրվա մյուս թեմաների մասին։ Գյումրու սեփականություն համարվող արխիվային փաստաթղթերի սեփականության իրավունքը պետական սեփականությանն է փոխանցվելու։ Նախնական պայմանավորվածություն կա Հայաստանի ազգային արխիվի ներկայացուցչի հետ։ Մինչև 5 տարի վաղեմություն ունեցող փաստաթղթերը պահվելու են Գյումրու քաղաքապետարանում, մնացածները հանձնվելու են Շիրակի մարզային արխիվին։ Նման որոշում կայացվել է արխիվի անմխիթար վիճակի պատճառով, նշել են պատասխանատուները։ Քաղաքապետի որոշումներ, կարգադրություններ, ավականու որոշումներ, ընդունված ուղերձներ, հիմնավոր փաստաթղթեր։ Ցանկը շարունակական է։ Սրանք կազմում են Գյումրու քաղաքապետարանի արխիվը, որը գտնվում է քաղաքապետարանի շենքի նկուղային հարկում։ Որոշ բաժինների հետ կապված ստեղծել ենք պայմաններ, բայց այդքան հնարավորություն չկա, որ մենք պահպանենք, նախ կուտակումները շատ են։ Վերջերս մենք բերեցինք նաև քաղաքապետարանի հին մասնաշենքից վիթխարի քանակությամբ փաստաթղթեր։ Պահպանվել են անգամ 1997 թվականի փաստաթղթեր։ Միայն թե դրանք ոչ թե դասավորված եւ հատուկ կարգով են արխիվացվում, այլ այս տարբերակով են ներկայանում։ Պատասխանատուները նշում են, որ հսկայական աշխատանք է պահանջվում դրանք տեսակավորելու, գրանցելու, թելակարելու եւ մյուս բոլոր անհրաժեշտ գործողություններն իրականացնելու համար։ Արխիվային գործի մասին օրենքը պահանջում է տարիների ընթացքում հավաքված փաստաթղթերը, որոնք իրենցից տեղեկատվական կրիչներ են ներկայացնում որոշակի ժամկետներում արխիվացնել։ Մենք պատրաստ ենք մեզ մոտ պահպանվող արխիվային նյութերը մինչև 2007 թվականը ներառյալ, այսինքն մեզ մոտ թողնել 2008 թվականից սկսած, մինչև 13 թվական, դե նոր է սկսվել տարին, 5 տարվա։ Եթե անհրաժեշտ է, եթե գործի ուրեմն վարչարության կազմակերպման անհրաժեշտությունից անհրաժեշտ է ավել պահել 5 տարուց ավել, դա նույնպես արգելված չի, սակայն կա մեծ զանգված փաստաթղթային, որը ըստ էության փչանում է եւ հետագայում պահպանել եւ դասակարգել հնարավոր չի։ Պատասխանատուները նշում են, որ արխիվի նման վիճակը արդյունք է տարիների կուտակումների։ Ըստ նրանց նախկինում որևէ քայլ այս ուղղությամբ չի կատարվել։ Տեսել ենք արկա վիճակում արխիվի սարսափելի վիճակ։ Չկա այդտեղ, չի պահպանվել արխիվի այն անհրաժեշտ պահանջները, արխիվացման փաստաթղթերի անհրաժեշտ պահանջները, որոնք պետք է արվեր։ Ունեցել է աշխատանքի կազմակերպման նախկին վարչակազմի մեթոդիկան, մենք ունենք մեր մեթոդիկան։ Նոր պատասխանատուները պայմանավորվածություն ունեն Հայաստանի ազգային արխիվի հետ, որոշակի ժամկետներում եւ նվազագույն միջոցներով նրանց աշխատակիցները կանոնակարգելու են ստեղծված վիճակը։ Այդ ամենն իրականացվելու է հատուկ հանձնաժողովի գլխավորությամբ։ Կուտակված արխիվը տեղափոխվելու է մարզային արխիվ, ըստ պատասխանատուի արխիվի տեղի փոփոխությունը քաղաքացիների համար դժվարություն չի հարուցի։ Մինչև 5 տարին կարող են մեզ դիմել, դրանց առաջվա փաստաթղթերի համար կարող են դիմել մարզային արխիվ, բայց որ դա սեփականության ձևն է փոխվում, այսինքն համայնքային սեփականությունից մենք փոխանցում ենք պետական սեփականություն։ Դեռ հատուկ ուսումնասիրությունների առկա փաստաթղթերը չեն ենթարկվել։ Առայժմ վնասված թղթեր չեն հայտնաբերվել, սակայն բացակա փաստաթղթեր կան։ Փաստաթղթեր, որոնք պետք է լինեին, բայց չկան։ Ենթադրենք փաստաբանական հարցում այս կամ այն հարցի վերաբերյալ պահանջում են վարչական վարույթի նյութեր, մեր մոտ վարչական վարույթի նյութեր չեն պահպանվել։ Իսկ այն նյութերը, որոնք կան, պետք է ըստ բաժինների տարանջատվեն։ Հիմա էլ նկուղի համապատասխան մասում տեղադրված են տեսախցիկներ, որոնք հսկում են արխիվի մուտքն ու ելքը։ Ֆինանսական միջոցների առկայության դեպքում շատ ծրագրեր կան։ Այս աթոռն էլ դեռ դատարկ է, նախատեսված է արխիվի պատասխանատուի համար։ Արխիվն ուշադրությունից դուրս չի մնում։ Օրվա վերջում դռները բացի բանալիով փակելուց ամրացվում են նաև կապարակնիկներով։ Հեղինե Մանուկյան, Նազելի Էլբակյան, Արթուր Մարգարյան, Ազդարար։
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գրասենյակից ստացվել է հաղորդագրություն պատասխան կապված ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանի լրատվական ծառայության կողմից մարտի 16-ին գրած եւ տարածած նամակի հետ, որում մասնավորապես ասված է մեջբերում եմ։ Սույն թվականի մարտի 15-ին Ցայք հեռուստաընկերության իրականում հաղորդման շրջանակներում Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը մանրամասնորեն պատասխանեց Գյումրու քաղաքապետարանի ներկայիս ղեկավարության կողմից հնչեցրած բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին նախկին քաղաքապետի եւ քաղաքապետարանի նախկին աշխատակազմի գործունեությանը։ Վարդան Ղուկասյանի կողմից արված առաջարկը ուղիղ եթերում դեմ առ դեմ կազմակերպել հրապարակային քննարկում բոլոր հարցերի վերաբերյալ, ինչպես եւ սպասվում էր, փաստացի մերժվեց։ Փոխարենը Գյումրու քաղաքապետի պաշտոնին քծնանքով եւ նենգությամբ հասած անձը հաջորդ օրը հանդես եկավ մի պատասխանով, որում տրված որակումները հերթական անգամ հապացուցում են, որ գործ ունենք հիվանդ երևակայություն ունեցող, բարբաջանքներ տարածող, վախերով ապրող մի ստահակի հետ։ Այդ պատասխանում տեղ գտած արտահայտությունները բնորոշ են տկարամտությամբ, մտավոր զարգացման բացակայությամբ տառապող հիվանդին, եւ բնական է, որ այդ գրույթում չէր կարող գեթ 1 հակափաստարկ ներկայացվել այն բոլոր փաստերի վերաբերյալ, որոնց մասին խոսեց 13 տարի շարունակ գյումրեցիների վստահության քվեին արժանացած Գյումրու քանիցս ընտրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Գյումրու քաղաքապետի աթոռը այսօր զբաղեցրած ժողովրդի ձայները գողանալու մեջ հմտացած այլոց ունեցվածքը մատնությամբ խլողը ոչ ասելիք, ոչ էլ անելիք ունի, բացի կանանցի բամբասանքներ տարածելուց։ Մինչդեռ պարզ չդարձավ, թե կառավարման 6 ամիսների ընթացքում, որը կազմում է 1 կիսամյակ, ինչ է արվել Գյումրիում, բացի ժողովրդի նկատմամբ հաշվեհարդար տեսնելուց, մարդկանց բռնել տալուց եւ տերորի ենթարկելուց։ Սա է բարոյահոգեբանական փոխված մթնոլորտը։ Սրտի ցավով ենք նշում, որ հանրապետության երկրորդ քաղաքը դատապարտված է քաղաքապետի պաշտոնում տեսնել ժամանակավոր տեղապայի հոգեբանությամբ, անհայտ թանաքագույնով կուսակցական պատկանելությունները ճակատին գրող ծանծաղամիտ մեկին, ով ամենուր հայտարարում է, որ իրեն հարկադրանքով են դարձրել Գյումրու քաղաքապետ։ Մեզ գյումրեցիներիս համար պատվապես չէ, որ այսօր Գյումրու առաջին դեմքը այն անձն է, ով մի գիշերվա մեջ Ազգային ժողովի agrարային արդյունաբերական ժողովրդական միավորում падգամավորական խմբից փախավ օրինաց երկիր կուսակցություն ու այդ պատճառով Ազգային ժողովի падգամավոր Հմայակ Հովհաննիսյանը ՕԵԿ առաջնորդին մեղադրեց անասնագողության մեջ։ Տարիներ անց բոլորը, այդ թվում ՕԵԿ առաջնորդը, համոզվեցին տրված այդ գնահատականի ճշմարտացիության մեջ։ Կուսակցությունները թաշկինակի պես փողող այդ մեկը այժմ էլ ըստ քաղաքապետարանում տարածված լուրերի ցանկանում է անդամագրվել Ժառանգություն կուսակցությանը։ Մենք կիսում ենք գյումրեցիների մտահոգությունը Գյումրու ներկայիս ղեկավարության անգործության, քաղաքի ետընթացի եւ զարգացման հեռանկարների բացակայության վերաբերյալ։ Ճշմարիտ է, որ իրեն ղեկավար համարող Ապիկարի պատճառով Գյումրին 6 ամսվա ընթացքում նմանվել է հետ երկրաշարժյան քաղաքին։ Հրապարակային բանավեճից փախած եւ ԶԼՄ-ների մեջքի հետևում թաքնվողին, որին բոլորը ճանաչում են որպես Հուդա, մեր ասելիքը կասենք մի տեղ հանդիպելիս։ Իդեպ Գյումրու այսօրվա քաղաքապետին բնութագրող վերևում բերված բոլոր որակավորումները տարիներ առաջ տրվել են նրան ազգային ժողովում եւ հանրության կողմից։ Այսուհանդերձ մասնավորապես մեծ պահքի շրջանում նշենք, որ որևէ մեկի նկատմամբ թշնամանք չունենք եւ որպես քրիստոնեական հավատքի հետևորդներ ուզում ենք մեջբերել ներսեր շնորհալու տողերից, խնդրելով թողություն շնորհել մեր թշնամիներին եւ ատողներին, մեր դեմ գործած հանցանքների համար, որպեսզի նրանք էլ արժանի լինեն Աստծո ողորմածությանը։ Թող Աստված իմացություն տա նրանց եւ պահպանի գալիք փորձություններից մեջբերման ավարտը։ Ի պատասխան մարտի 18-ին Վարդան Ղուկասյանի կողմից տարածած հայտարարության կրկին ստացվել է Սամվել Բալասանյանի պատասխանը, որում մասնավորապես ասվում է մեջբերում եմ։ Սիրելի գյումրեցիներ, Վարդան Ղուկասյանի մտքի գոհարներին չպատասխանելու պատճառների մասին գրել էի, դրանք 3-ն են։ Հիմարների հետ չվիճելու ցանկությունը, խորհրդային բժշկության տված ախտորոշման նկատմամբ ունեցած հավատը, վստահությունը, որ այս ամենը արվում է հստակ նկատառումով ինձ շեղել Գյումրին շենացնելու եւ գյումրեցիներին ծառայելու առաքելությունից։ Վարդան Ղուկասյանի միտեղ հանդիպելու խնդրանք սպառնալիքը ինձ համար ոչինչ չի փոխում։ Խոստանում եմ ձեզ չտրվել սադրանքների, աշխատել հանուն քաղաքի եւ միշտ մնալ այն մակարդակում, որում պետք է լինի Հայաստանի Հանրապետության երկրորդ, իսկ հոգևոր առումով թերևս առաջին քաղաքի քաղաքապետը։ Մեջբերման ավարտ։ Անցնենք օրվա մյուս թեմաներին։ Ազգային ժողովում մեկնարկել են քարոզյան նիստերը։ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հորդորել է ընդդիմադիր խմբակցությունների նորից հանդիպել եւ շարունակել բանակցությունները։ Պատասխանելով Ժառանգություն խմբակցության падգամավոր Ռուբիկ Հակոբյանի այն հարցին, թե ինչու մեծամասնությունն արտահերթ նիստ չի գումարել։ Հիշեցնենք, ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները 3 կետից բաղկացած պահանջներ էին ներկայացրել ազգային ժողովի մեծամասնությանը, ինչպես նաեւ արտահերթ նիստ գումարելու առաջարկ ներքաղաքական իրավիճակը քննարկելու համար։ Ազգային ժողովի նախագահի մոտ կայացած մի քանի հանդիպումից հետո բանակցություններն ըստ ընդդիմադիր խմբակցությունների մտել էին փակուղի։
Հայ հեղափոխական դաշնակցությունը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու է առանձին ցուցակով։ Այս մասին News.am-ի թղթակցի զրույցում ասել է Դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը։ Նա նշել է, որ ցուցակը ղեկավարելու է Դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։ Դաշնակցությունը դեռ չի հրապարակում ամբողջական ցուցակը, երբ վերջնական ցանկը ունենան կհրապարակեն։ Հարցին, թե ինչու չի կայացել ընդդիմադիր միասնական ճակատով հանդես գալու նախաձեռնությունը, Արսեն Համբարձումյանը պատասխանել է, որ մոտեցումների տարբերություն կար։ Իսկ Ժառանգությունը Երևանի ավագանու ընտրություններին իր մասնակցության ցուցակը կներկայացնի ուրբաթ օրը կայանալիք հանրահավաքին։ Այս մասին Ազատության հրապարակում լրագրողների հետ հանդիպմանն ասել է նախագահի նախկին թեկնածու Ժառանգության առաջնորդ Ռաֆի Հովհաննիսյանը։ Նա նշել է, որ իրենք փորձել են ավելի մեծ դաշինք կազմել, բայց ամենատարբեր պատճառներով դա չի ստացվել։ Իդեպ արդեն 9-րդ օրը հացադուլի մեջ գտնվող նախագահի նախկին թեկնածուն ասել է, որ իրեն լավ է զգում, գիշերն էր մի քիչ ցուրտ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մի շարք առաջարկություններ ունի, որոնք կներկայացնի ազգային ժողովում։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։ Նրա խոսքով այդ առաջարկությունները վերաբերում են նախընտրական հիմնադրամների ձևավորմանը, ինչպես նաև դրոշմակնիքի որպես առանձին ինստիտուտի վերացմանը։ Մենք գտնում ենք, որ ավելորդ ինստիտուտ է, ավելի շուտ լրացուցիչ ինստիտուտ է, քան առանցքային։ Միաժամանակ առաջարկում ենք որոշ փոփոխություններ կատարել նաև քրեական օրենսգրքում, մասնավորապես նախատեսելով համապատասխան իրավական կանոնակարգում ընտրակաշառքի հետ կապված։ Եթե ստացողը այդ մասին հայտարարում է, ապա վերջինս ազատվում է քրեական պատասխանատվությունից, հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը։ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Հռոմ, Վատիկան մարտի 19-ին մասնակցելու Հռոմի Պապ Բուենոս Այրեսի arczepiskopos 76-ամյա Խորխե Մարիո Բերգուլիոյի Ֆրանցիսկոսի ձեռնադրման արարողությանը։ Հռոմի նորընտիր Պապի գահակալությանը հայկական պատվիրակությունը գլխավորելու է նորին սուրբոծություն Տեր ամենայն հայոց Գարեգին II կաթողիկոսը։ Աշխարհի 180 պետությունների ղեկավարներ եւ բարձրաստիճան պատվիրակություններ են ժամանելու Հռոմի Ֆրանցիսկոս Պապի գահակալման արարողությանը։ 76-ամյա Ֆրանցիսկոս Պապը դարձել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու 266-րդ հովապետը եւ ճիզվիտական եկեղեցու առաջին անդամը։ Նա նաեւ առաջին ոչ եվրոպացի պապն է ավելի քան 1200 տարվա ընթացքում։ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը որոշել է, որ պետության առաջին ղեկավարը, որին ինքը կընդունի ընտրվելուց հետո, կդառնա Արգենտինայի նախագահ Կրիստինա Ֆերնանդես դե Կիրշները։ Այսօր Կիրշների ինքնաթիռը վայրեջք է կատարել Հռոմի Չամպինո օդանավակայանում։ Արգենտինայի նախագահը պատրաստվում է ներկա գտնվել Արգենտինայում ծնված քահանայապետի գահակալման արարողությանը, որը տեղի կունենա մարտի 19-ին։ Կիրշների եւ Ֆրանցիսկոսի միջև զրույց է տեղի ունեցել Վատիկանում, Սուրբ Մարտիայի տան համարներից մեկում, որտեղ առայժմ ապրում է Ֆրանցիսկոսը առաքյալների պալատ տեղափոխվելուց առաջ։ Բերլինում ընթանում են բողոքի ցույցեր, որի մասնակիցները դեմ են Բերլինյան պատի մնացած հատվածի ոչնչացմանը, որը հայտնի է արևելյան կողմի պատկերասրահ անվամբ։ Քաղաքի բնակիչները դեմ են քաղաքաշինական ծրագրերին, որոնք պատի փոխարեն նախատեսում են կառուցել լյուքս դասի բազմաբնակարան շենք։ Ըստ նրանց, քաղաքի իշխանությունները փորձում են հարթել ներկայիս Գերմանիայի անցյալի սուր պահերը, ջնջելով պատմական հիշողությունը։ Գիրակնորյացուցերը ղեկավարում են ամերիկյան դերասան Դեվիդ Հասելհոֆը, նրա կողմից 1989 թվականին երգված Ազատություն երգը դեռևս սիրված է գերմանացիների մոտ։ Շինարարական կազմակերպությունում նշել են, որ պատրաստ են փոխզիջումների գնալ պատի հատվածը մնալու համար։ Շանհայի միջով հոսող գետի մեջ հայտնաբերված սատկած խոզերի քանակը գերազանցում է 13,000-ը, սրա մասին տեղեկացնում է Չինաստանի պետական լրատվամիջոցը։ Խոզերի վարակի հայտ գալուց ի վեր Շանհայի խմելու ջրի 22%-ը մատակարարող Հուանգփու գետի միջից դուրս է բերվել 9460 խոզ։ Վարակված մսեղիկը գետը նետելու մեջ մեղադրվում են Ժեյանք նահանգի բնակիչները։ Սատկած խոզերի նմուշները տարվել են փորձաքննության, արդյունքում պարզվել է, որ նրանք ունեն այնպիսի հիվանդություն, որը հատուկ է միայն խոզերին եւ չի փոխանցվում մարդկանց։
Մարտի 17-ին աշխարհի տարբեր երկրներում եւ Իռլանդիայում նշում են երկրի հովանավոր Սուրբ Պատրիկի հիշատակի օրը։ Մարդիկ փողոց էին դուրս եկել կանաչ հագուստներով։ Իռլանդիայում նա երկրին քրիստոնեական հավատք նվիրած եւ օցերին հաղթած Սուրբ է համարվում։ Հավատում են նաեւ, որ նա երեքնուկի միջոցով մարդկանց բացատրել է Սուրբ երրորդության էությունը։ Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Միացյալ Նահանգներում, Արգենտինայում եւ Նոր Զելանդիայում այն նշվում է հանդիսավորությամբ, սակայն պաշտոնական տոն չի համարվում։ Տոնի պաշտոնական խորհրդանիշն երեքնուկը եւ իռլանդական դրոշը։ Սան Ֆրանցիսկոյում տաքսիների մասնավոր ընկերություններից մեկը Սուրբ Պատրիկի օրը հարբած իռլանդացիներին անվճար տուն հասցնելու ծառայություն է հայտարարել։ Իսկ օրինակ Չիկագոյում այդ օրը գետի ջուրը կանաչ ներկելու ավանդույթ կա։ Վստահեցնում են, որ ներկն անվնաս է եւ մնում է միայն մի քանի ժամ։ Վանի Բայրամը գյուղում ծնված գառնուկը շոկի մեջ է գցել գյուղացիներին, ինչպես տեղեկացնում է Հաբերլեր կայքը, գառը մարդու դեմքով է ծնվել։ Գառը սատկած է ծնվել, բայց գյուղացիները նրա գլուխը մարդկային գլխի են նմանեցրել, ավելի ուշ կենտանուն հողին են հանձնել։ Եվ կրկին անդրադառնանք տեղի նորություններին։ Գարեգին Նժդե ֆիլմի ցուցադրությունները շարունակվում են Հայաստանի Հանրապետության քաղաքներում եւ գյուղերում։ Այն նաեւ հասել է Տավուշի մարզի Չինարի գյուղ։ Սահմանամերձ Չինարին 2 տասնամյակից առաջ էր վերջին անգամ կինոթատրոնի դռները բացել, հանդիսատեսին ընդունել եւ ֆիլմի ցուցադրություն կազմակերպել։ Գարեգին Նժդե ֆիլմը Չինարիում դիտել են անվճար հիմունքով։ Տավուշի մարզի Չինարի գյուղում հայի ապրած յուրաքանչյուր օրը փորձություն է, այստեղ դեռ արկեր են շառաչում, թշնամին շարունակում է իր ռազմատենչ վարկը դրսևորել։ Հերոս գյուղերից մեկն է, որ կարողանում է գրեթե ամեն օր, եթե ոչ ամեն ժամ, պայքարել թշնամու դեմ, դիմակայել թշնամուն, կրակոցների տակ, թշնամու սադրանքների ու հարձակումների տակ, իսկ այս մարդիկ պետք է տեսնեն այն պատմությունը, որը շատ նման է իրենց այսօրվա կյանքին։ Համայնք, որ ընտրվել է, երևի տեղին ու ժամանակին, քանի որ այստեղ ապրում են մի բուր ժողովուրդ, որոնք իրոք այս կյանքի հերոսներն են։ Ֆիլմը ցուցադրվեց Չինարիի կինոթատրոնում, խաթարելով 21 տարվա քարացած լռությունը։ 1953 թվականին կառուցված կինոթատրոնը վերջին անգամ հանդիսատեսին հյուրընկալել էր 1992 թվականին։ 90-ական թվականներին հոսանքը բացակայությունը, հետո համայնքը միշտ է գտնվել է հրետակոծության տակ, շենքը իհարկե վթարային է, վնասվել է եւ իհարկե բացակայել են կինոցուցադրումը։ Գարեգին Նժդեհը կրկին ապրեցրեց Չինարին, մեկ անգամ եւս վկայեց մեր հերոսական անցյալի նվաճումների, հաղթանակների հայի ըմբոստ ու հայրենասեր լինելու մասին։ Ֆիլմը մեր այսօրվա կյանքն է, մեր առօրյա կյանքն է, քանզի վերջին իրադարձությունները, որ եղան, թշնամու կողմից համառս եղավ դիվերսիոն հարձակումներ մեր հենակետերի վրա եւ իհարկե նաեւ մեր գյուղի երիտասարդները մասնակցությունը միշտ ունենում են եւ մենք ապրում ենք առայժմ պատերազմի դաշտում։ Այս ֆիլմով էլ ավելի բարձրացեց մեր չինարեցիների ոգին, որպեսզի չհեռանան այս հողից։ Չինարիում երեխաներն առաջին անգամ ոտք դրեցին կինոթատրոն։ Գյուղացիներն ասում են, ապրելով սահմանամերձ այնպիսի գյուղում, ինչպիսին Չինարին է, մեծ է նմանատիպ ֆիլմերի ցուցադրություններ կազմակերպելու անհրաժեշտությունը, այն եւ դաստիարակում է եւ գաղափար ձևավորում։ Մեր երեխաները կարոտ են այսպիսի կինոնկարների դիտման։ Սա մեզ համար մեծ մանավանդ սահմանամերձ այս գյուղում մենք պետք է բոլորս զգանք, որ հայրենի հողը մեզ համար այսքան թանկ է եւ յուրաքանչյուր թիսողի համար ինչպիսի արյուն է թափել եւ մենք պետք է այն սրբորեն պահենք։ Ամեն մեկը երևի զգաց, որ ինքը այդ հերոսներից մեկն է, այդ կռվողներից մեկն է, որովհետեւ իրոք մենք էլ ապրում ենք այդ հողի վրա։ Եթե Գարեգին Նժդե ֆիլմի ստեղծագործական անձնակազմը պատերազմի դրվագները ցուցադրեց էկրանից, ապա Չինարիում դրանք գտնելը խնդիր չէ, դա գյուղի առօրյան է։ Նժդեի գաղափարակիցների շնորհիվ է, որ կարողացել է գոնե մնալ այսօրվա Հայաստանը իր սահմաններով այնպեսին, ինչպեսին մենք այսօր այն ունենք։ Գարեգին Նժդե ֆիլմի ցուցադրությունները շարունակվում են նաև Գյումրիում։ Մարտի 18-ից այն ցուցադրվելու է Հոկտեմբեր կինոթատրոնում ժամը 14-ին եւ 19-ին։ Մարգարիտ Ամինասյան, Արթուր Մարգարյան, Ազդարար։
Հայկական կինոյի Զարթոնք կինոկենտրոնի խորհուրդը ազգային կինո մրցանակ է շնորհել հայկական ճարտարապետություն ուսումնասիրող հիմնադրամի Ջուղաֆիլմին։ Մրցանակը շնորհվել է պատմական Հայաստանի հին եւ հռչակավոր այդ քաղաքի պատմությունն ու աշխարհահռչակ գերեզմանոցի ոչնչացումը Նախիջևանի ինքնավար հանրապետության եւ Ադրբեջանի իշխանությունների կողմից մատչելիորեն ներկայացնելու եւ միջազգային հանրությանը ստապության կոչ անելու համար։ Եվ թողարկման վերջում մեր մարզական լուրը։ Մեր տարածաշրջանը դահուկավազքի ստեղծման եւ մասսայականացման համար պարտական է Մարզաձևի երախտավոր Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչ Լյուդվիգ Մնացականյանին։ Նրա հիշատակը հարգվել է հանրապետական մրցաշարով, որին մասնակցել են Շիրակի եւ Լոռու մարզերի շուրջ 150 մարզիկ մարզուհիներ։ Խորհրդային տարիներին լենինական ավանդական մենապայքարային մարզաձևերի կողքին ուներ նաև ձմեռային մարզաձևերի կադրային հիանալի դարբնոց։ Իսկ հիմքը դրել էր Դահուկավազքի հանրապետության 17-ակի չեմպիոն հանրապետության վաստակավոր մարզիչ Լյուդվիգ Մնացականյանը։ Նա ունեցավ իր հետևորդները, մասնավորապես նրա մարզական կարիերայի արժանի շարունակողները հետագայում դարձան Ֆյոդոր Հովհաննիսյանը, Մարո Դեմիրճյանը, Համլետ Անտիկյանը, ձմեռային մարզաձևերի հանրապետական մարզադպրոցի ներկայիս տնօրեն Սլավիկ Սարգսյանը։ Ու մի տեսակ չգրված օրենք էր դարձել, որ անպայման Դահուկավազքի Հայաստանի առաջնությունում հաղթելու էին լենինականի պատվիրակները։ Այդ տարիներին մարզիկ մարզուհիներին իրենց վարպետությունը կատարելագործում էին Վարդբախ թաղամասում։ Լյուդվիգ Մնացականյանի ընկերներն ու աշակերտները շատ հետաքրքիր դեպքեր հիշեցին, իսկ ամենակարևորը նրանց կարծիքով այն ավանդույթն էր, որը շարունակվում է մինչև օրս։ Ձմեռային սպորտի թևերը Շիրակի մարզում միշտ եղել է բարձր աշճանի վրա եւ հետաքրքիր հանրապետություն առաջնակարգ տեղեր շարել։ Մեր սիրելի ընկերը Լյուդվիգ Մնացականյանը, որ այսօր մահացել է, կենտանի չէ, մինչև իր կենտանի ժամանակը 1946 թվականից եղել է Դահուկային վազքի մեջը եւ էնցիկլոպեդիայի մեջը 18 անգամ չեմպիոն է գնացել Հայաստանի։ Այսօր մեզ համար եւ տխուր օր է եւ հավարտալի օր։ Տխուր է, որովհետեւ մենք ընդամենը մեկ տարի էլ չի լրաց է, ճանապարհ իրեն վերջի ճանապարհը դրեցինք մեր մարզիչին, մեր մանկավարժին, որը մեր կայացման գործում որպես մարդ, քաղաքացի, որպես մասնագետ անգնահատելի դերակատարություն է ունեցել։ Ու եթե Գյումրիում գարունն արդեն մտել է իր իրավունքների մեջ, ապա Քեթիում իսկական դահուկավազքի եղանակ էր։ Սակայն այս անգամ հետին պլան մղվեցին դահուկորդների ցույց տված արդյունքները։ Կարևորը մարդուն մեծարելու արարողությունն էր եւ հարկանքի տուրքը։ Նախ ուզում եմ իմ երախտիկի խոսքը ասել Լյուդվիգ Մնացականյանի հիշատակին եւ շնորհակալություն հայտնել, որ նա Դահուկային մարզաձևը որպես այդպիսին ինքը եկավ ակունքներից, դրեց, հիմքերը դրեց և դարձրեց ավանդույթ մարզաձևը որպես այդպիսին երևալու այս պահին Շիրակի մարզում։ Անկեղծ ասած, որքան ես տեղյակ եմ, իր գոյության ժամանակահատվածում Դահուկային սպորտը վերել կապրեց, բայց իրենից հետո մի որոշ ժամանակահատված կարծես թե մնաց ստվերում։ Հիմա էլ հանրապետությունում ձմեռային մարզաձևերի կենտրոնը հանդիսանում է Գյումրին, սակայն Լյուդվիգ Մնացականյանի նվաճումը կմնա անգերազանցելի Հայաստանի առաջնություններում։ Ավելին, նա դարձավ առաջին ԽՍՀՄ սպորտի վարպետը։ Հաճելի է, որ այսօր Գյումրու զուգընթաց կենտրոնի է վերածվել նաև Աշոցքը։ Եվ հաշվի առնելով նպաստավոր պայմանները, մեր մարզը հաճախ է դառնում տարաբնույթ ստուգատեսների հավաքատեղի։ Եվ համանուն ֆեդերացիայի ժամանակացույցում հատուկ տեղ կունենա անվանի մասնագետին նվիրված այս ստուգատեսը։ Ով կարող է պնդել, որ միայն պաշտոնական առաջնությունները կարող են ասնել հետաքրքիր պայքարում, ոչ պակաս լարված եւ անզիջում մթնոլորտում ընթացան այս մրցումները, սակայն մրցանակաբաշխությունից շատ ավելի կարևոր էր երևույթը։ Ի վերջո, մեծարվեց այն մարդը, որի թողած ավանդույթների շնորհիվ են այսօր մեր տարածաշրջանի դահուկորդները մասնակցում ձմեռային օլիմպիական խաղերին։ Սամվել Աղանյան, Սարիբեկ Համբարձումյան, Ազնարար։ Օրվա լրահոսից առանձնացրել էինք այսքանը, շնորհակալություն մեզ հետևելու համար առայժմ։